ապրում ենք օրինական երկրում։ Եւ հետեւապես բոլոր այն մարդիկ, ովքեր ոչ չեն դա հասկանում եւ զբաղվում են տարբեր գործունեությունով, իրանք պատժվում են կամ եթե ապացուցվելու է վերջում իրենց մեղքը։ Այսինքն եթե նախկինում չեն եղել ձերբակալություններ եւ չեն եղել նման իրավական, չգիտեմ, իրադարձություններ, սա նշանակում է, որ ուղղակի այդ դեպքերով չեն զբաղվել եւ չեն բացահայտել։ Այո, Այդ հանդերձ Ձեր հակակոռուպցիոն կոմիտեն է ուրեմն։ Ես ասում 2018 թվականից առաջ։ 18 թվականից հետո վերջին մեկ ամսում բացահայտվեց, որ քաղաքապետարանը կոռուպցիոներներ կա։ Դուք հիմա ուզում եք իմ հետ բովանդական զրույցի մեջ մտնել, հա? Հրապարակ։ Դուք հրապարակից եք։ Հիմա խնդրեմ ասեք ձեր հարցը պատասխանեմ, բայց ձեր 2010 Ես ինչ ասեցի։ Այո, ասեցիք միջև Որ հիմա բացահայտվում են նման դեպքեր եւ ավելացվել է, որովհետեւ խաղականից հետո իրավական համակարգը այլ կերպ եւ այլ տրամաբանություն։ վերջին մեկ ամսում է ակտիվացել, պարոն Հովհաննիսյան։ Վերջին մեկ ամսում այս դեպքը այսօր տեղի ունեցավ, այո, տեղի ունեցավ։ Դրանից առաջ եղել է, դրանից առաջ էլ է եղել եւ ես էլ եմ ասում, Երևանի քաղաքապետարանում լուսնից չեն իջում մարդիկ, Հայաստանի Հանրապետությունից են 15000-ից 20000-ից ավել մարդ ունենք բոլոր տեղերով եւ այն մարդիկ, ովքեր որ չեն հասկանում, որ պետք է աշխատել օրենքով եւ թափանցիկ եւ կաշառքով չզբաղվել, պարբերաբար Երևանի քաղաքապետարան եւ այլ տեղեր։ Հնչում, որ ըստ էության այդ կոռուպցիան ավելի վերևում է եւ մանր ձկներին են բռնում։ Ես չգիտեմ շատ հաճախ ինչ է խոսում։ Ես էլ ձեզ ուզում եմ ասել հետեւյալը, որևէ մեկին քաղաքացիական պայմանագիրը կամ մեր իշխանությունը չի թաքցնում, կոռուպցիա չի խրախուսվում եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կոռուպցիայի գործով են զբաղվում, կամ ինչ-որ գործողություններ, իրանք պատժվում են, կամ եթե հետո պարզվում է, որ անմեղ են այդ մարդիկ եւ օրինակ, չգիտեմ, չի բացահայտվում իրենց մեղքը, ուրեմն հետեւապես Քաղաքապետարանում կոռուպցիա կա թե չկա։ Քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա 2018 թվականից հետո։ Համակարգայինը ո՞րն է։ Դե հիմա եթե կբացահայտվի ներողություն, եթե կբացահայտվի, որ օրինակ ես չգիտեմ ում են այսօր ձերբակալը, ինչ պաշտոնի է, որ այդ մարդը երկու պաշտոնյա։ հիմա ես չգիտեմ, ինչ պաշտոնի են այդ մարդիկ։ Օրինակ չգիտեմ, առաջատար մասնագետ են, գլխավոր մասնագետ են եւ այլն, հա, ես կարծում եմ հարգելիս, ես հիմա ավականուն իստով եմ զբաղված եւ ելի եմ ասում, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Ես կարծում եմ, որ դուք պետք է հետաքրքրվեք նախ եւ առաջ որպես լրագրող, հետաքրքրվեք հավանաբար այդ հոդվածը կգրեք, էլի։ Մտահոգում է, պարոն Հովհաննիսյան։ Իմ համակարգման ոլորտը չի եւ ես հիմա զբաղված եմ իմ համակարգման ոլորտներով եւ ավականուն իստե։ Հետաքրքիր է իհարկե հետաքրքիր է, բայց երբ որ դուք մոտեցաք, ասեցիք, որ տեղյակ եք, ասեցի ոչ, բայց դուք միևնույն ուզեցիք շարունակեք, չէ՞, հարցազրույցը։ Ես էլ հիմա շարունակում եմ։ 18 թվականից հետո իրավապահ համակարգը բարելավել է, դրա համար են բացահայտումներ արվում եւ 7 տարի է քաղաքացիական պայմանագիրն է իշխանության եւ հնարավորություն ուներ բացահայտել, օրինակ նախկինում արված է, եթե կային կոռուպցիոն դրսևորումներ, մենք նմանատիպ հա բացահայտումների շղթա չենք տեսել։ Սա խոսում է այն մասին, որ չի եղել կամ թե ձեր բարեփոխված իրավապահ համակարգը լավ չի աշխատում։ Տեսեք, ես ուզում եմ այսօր խոսել, եթե բովանդակային խոսել ենք Երևանի քաղաքապետարանի եւ այն ոլորտների շուրջ, որոնցով ես եմ զբաղվում։ Հիմա դուք հարց եք տալի, որի շուրջ նստենք եւ երկար խոսենք։ Հիմա ինչ եք ուզում եք գնահատական տամ դրա մասով, ես կարծում եմ, այո, իրավական համակարգը միգուցե բացարձակ ճիշտ ուղու վրա դրված չէ, որովհետև կան դեռ շատ խոչընդոտներ, բայց մի բանը կարող եմ ասել հստակ, որ կոռուպցիայի դեմ այսպիսի պայքար նախկինում չի տարվել։ Եթե դուք սա չեք կարող ընդունել, ես կարծում եմ, որ անիմաստ է մեր զրույցը շարունակելը, որովհետև եթե այս կետից են կողմ մենք չենք ընդունում, օրինակ, որ ընտրությունները չի կեղծվում։ Եթե մենք չենք ընդունում, օրինակ, ստեղ կա մարդը, որ չի ընդունում ընտրությունները չի կեղծում, ես չեմ ուզում շարունակել այդ խոսել, որովհետև կա պարզապես մի ճշմարտություն, որից հետո այդ մարդը պետք չի խոսել։ Կամ եթե ներողություն, դե մի վարքյան, էլի, հարգելիս, ես ուշադիր տեսնում եմ ձեր հեռախոսը, բայց մի վարքյան չընդհատեք, էլի։ Եթե էլի մարդ կա ստեղ, որ ասենք չի ընդունում, որ աննախադեպ նաև կոռուպցիայի դեմ պայքար է գնում եւ այդ թվում բոլոր գործերը գտնվում են ամենաբարձր մակարդակի ուշադրության ներքո, նույնպես պետք է շարունակել խոսալը։ Չի մտահոգում, հա, որ այսքան շատ է այս կաշառքի դեպքերի։ Հարգելիս, իհարկե մտահոգում է բոլորին։ Եվ այս ամեն ինչը ունի մի նպատակ, որպեսզի կանխի, այսինքն մարդիկ ի վերջո պետք է հասկանան, որ եթե 1, 2, 3, 4-5 ընդհանրապես պետք չէ գործով զբաղվել, որովհետև վերջում միշտ լինում է խնդիր։ Եվ այս դեպքով նույնպես, եթե վերջում կբացահայտի մեղքը, չգիտեմ, կհասկանանք, որ տվյալ
չգիտեմ, կաշխարք է եղել կամ ինչ է եղել, եմ ասում, ես չեմ կարող մեկնաբանել, ես չունեմ ինֆորմացիա, համապատասխան մարմիններն են զբաղվում։ Սա նույնպես մարդկանց պետք է եւս մեկ անգամ սթափեցնի բոլորին։ Հիմա այդ մարդը կլինի Երևանի քաղաքապետարան կամ մասնավոր կլինի կամ լրագրող կլինի, կապ չունի, որ պետք չի նման բաներ անել։ Համակարգային կոռուպցիան որն է։ Համակարգային կոռուպցիան դա երբ որ վերևից ներքև մարդիկ վերևից ներքև իրար գումար են փոխանցում եւ բոլորն են թաթախված սկսած բարձր պաշտոններից։ Որ վերևներից իրեն կարող է ամեն դեպքում բարձրվի։ Դե հիմա այս հարց եք տալիս։ Ես կարծում եմ, որ չի բարձվելու, որովհետև այսքան ժամանակ բոլորը ուշադրության կենտրոնում են։ Ես կարծում եմ, որ գործը հենց կոռուպցիոն բուրգ չի։ կոռուպցիոն բուրգ չի, Անիֆի գործը իմ գնահատականով կան իրավական որոշակի։ Դե հիմա տեսեք, Անիֆի գործով ես որպես քաղաքապետ ինչ մեկնաբան։ Չէ, Անիֆի գործի մասին, ներողություն, Անիֆի գործի մասին համապատասխան մարմինները տեղյակ են, ձեր կարծիքով։ Տեղյակ է, չէ՞, կարծես։ Զբաղվում են, չէ՞, այդ հարցով։ Հիմա եկեք ես չմեկնաբանեմ, երբ որ վերջում սրա մասով համապատասխան կառույցները, ովքեր որ լիազորված են զբաղվել, ինչ որ ի վերջո հայտարարություն կանեն կամ մեկնաբանություն կանեն կամ գործողություններ կլինի, կտեսնեք։ Ես նույնպես որպես փոխքաղաքապետ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարդում եմ, համ լրատվականներում եմ կարդում, համ հայտարարություններ եմ կարդում, համ դատախազի ասացվածքներ եմ կարդում, բայց հիմա շուրջը սպասենք, տեսնենք։ Որ հարց տանք, որ դուք լավ զգացես։ Ես այլ լավ եմ զգում, բայց ուզում եմ տրամաբանարան լինել, էլի, այսինքն եթե հարց եք տալիս, այդ հարցի մեջ միանգամից տենց բացասական պատասխանը չլինի։ Երևանի քաղաքապետարանի հետ կապված կարող ես հիմա, տեսեք, ես կարող եմ օրինակ ասուլիս անել եւ ձեզ բոլորիդ հրավիրել, ոչ թե այսպես, հա, այս եղանի շուրջ հանգիստ նստենք եւ խոսենք եւ բովանդակային խոսենք, որտեղ հավատացեք, եթե մենք դերերով փոխվենք, այսպես այս ֆորմատում կանգնած երբեք չի ստացվում բովանդակային բայց սա ճեպազրույցը ավականու է, ավականունի ստանդամ եւ նորմալ է, ֆորմալ ձևաչափ է, երբ պաշտոնյաները պատասխանում են լրագրողների հարցերին։ Շատ լավ։ Հիմա եթե նորմալ է, եկեք պայմանավորենք, հենց հիմա ինձ հարմար չի, որովհետեւ ես դուս եք այդպես մի հատ անձնական զանգ անելու եւ հետ գնալու։ Ես հիմա ավականոնիստը բաց եմ թողնում, շատ լավ։ Եվ հարցը սկսեց հրապարակի գործընկերից, ասեց տեղյակ եք, ասացի ոչ տեղյակ չեմ։ Նորմալ եմ համարում, այո, նորմալ եմ համարվում եւ Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ, որ պետք է բոլորը մեկընդմիշտ հասկանան, որ պետք չի նույնիսկ 5000 դրամ կոռուպցիոն տարբերակով վերցնել։ Համաձայն եք, չէ՞ երևի։ Ձեր համակարգման տիրույթում գտնվող ասֆալտապատման ոլորտը, Իմ ասֆալտապատման տիրույթում չի այլևս, փոխանցվել է համակարգման ոլորտը, պարոն Փամբոխյանին։ Անմխիթար վիճակում գտնվող Հալաբյանի գետնացումը ձեր տիրույթում է համակարգման։ Գետնացումը Հալաբյանի, այնտեղ եթե չեմ սխալվում, որոշակի բան են արել, բարեկարգման աշխատանքներ իրականացվել։ Առանձնացրել են, փակ կտորով առանձնացրել են, որ չերևա այդ անմխիթար վիճակը։ Հա, այդ շորը, որ առանձնացրել են, Արփի ջան, վստահ կարող ես լինես, ուրեմն այնտեղ ինչ-որ շինարարական աշխատանքներ են անում։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցը տալիս ես եւ ժպտում ես, ինքը պատկերացնում ես այդ հարցի պատասխանը, բայց այո, պատասխանեցիք ես։ Եթե շորը առանձնացրել են, տիրույթը ոլորտը հիմա ո՞րն է, պարոն Հովհաննիսյան։ Ջրահեռացման համակարգը նույնպես իզմը չի։ Ջրահեռացման համակարգը գիտեք երբ հասարակվել վերջի անգամ։ Եվ վերջին տարիներին քանի նոր հեղատար եւ քանի կողմի ենք սարքել։ Այդ խնդիրը ունի դարերով ի վեր պատմություն։ Դե հիմա ես այս պայմանությամբ Ինչ հարց տվեցիք, դուք ասացիք, որ ամեն դեպքում մենք արդյոք չենք տեսել։ Հիմա ուզում եք ասեք, արդյոք մենք տեսել ենք այն խնդիրը, այո, տեսել ենք։ Եվ դրա մասով անելու ենք աշխատանքներ, որպեսզի վերացնենք այդ վիճակը, բայց պետք են հավելյալ գումարներ, ինչպես Աշնանը գետեր կհոսեն Երևանում։ Դուք երբ որ կտեսնեք, կասեք, ես չգիտեմ։ Որ գետի մասին է ներողություն, Հրազդան գետի մասին է։ Որ անձրևից հետո է լինում։ Ես չեմ պատասխանել ձեր հարցը։ Անկամ հումոր է շրջանառվում, ասեք խեղդվենք, բան, որտեղ իրավիճակը իրականում շատ լավ։ Շատ լավ։ Իսկ այդ խնդիրը ուզում եմ հասկանամ, այդ խնդիրը նոր է հայտնվել, մեր գալուց հետո է հայտնվել։ Ժողովուրդ ջան, այսօր ես հիմա ուզում եմ ելույթ ունենամ մանկապարտեզների մասին, քիչ հետո խոսելու եմ, քանի մանկապարտեզներ է Երևան քաղաքում մասնավորացվել եւ վաճառվել։ Եվ ձեր այս ուշադրությունը ուղղում եմ այնտեղ։ Եթե ձեզ հետաքրքիր է, դուք ուզում եք խոսակ իրական հարցերի մասին, ոչ թե ուզում եք մենակ բանանեք։ Չէ, ներողություն։ Հիմա մենք խոսում ենք մանկապարտեզների մասին, մենք ասում ենք, որ մենք աննախադեպ քանակի մանկապարտեզներ ենք հիմնանորոգել։ Այո, տեսակ մեր գործընկերների ուրեմն տեսանյութունը, որ որոշ մանկապարտեզների մասով, որոնց մասով որ մենք դեռ չենք ընդունել եւ գումարները չենք վճարել, կան խնդիրներ։
վճարել եք 297 միլիոնից։ Շնորհակալություն, այդ տեղեկությունները գիտեմ։ Ի վերջո Երևանի քաղաքապետն եմ աշխատում։ Դրա համար եմ ասում։ Եթե ուզում եք բովանդակության մասին խոսենք, հիմա ես քիչ հետո խոսելու եմ մանկապարտեզների մասին, որոնք 2000 թվականից 98 թվականից ընկում մասնավորացվել են, վաճառվել են, դարձել են ինչ-որ մեկի բազմաբնակարան շենքը։ Մենք 2018 թվականից հետո սկսել ենք մանկապարտեզների վերակառուցման նախագիծ, քանդում ենք, 0-ից սարքում ենք, ամրացնում ենք եւ այլն։ ԵՆԲ 1-ի ծրագրով 15 հատ մանկապարտեզ ենք անում, ԵՆԲ 2-ով 32 մանկապարտեզ։ Դա ձեզ հետաքրքիր է, թե դուք դրա մասին չեք ուզում խոսել։ Այս ձեզ մենակ հետաքրքիր է, ներողություն, ձեզ մենակ հետաքրքիր է, Արփիի ասած հարցը, որ ինչ որ մի մանկապարտեզում տեսել են, որ կա խնդիր, որի մասին մենք տեղյակ ենք եւ գնալու ենք այդ խնդրի հետևից։ Բայց դուք ուզում եք մենակ դա խոսել։ Դա չի հետաքրքրում, չէ՞ ձեզ։ Այսինքն մնացած մանկապարտեզների մասին։ Լավություն չեք անում, դուք անում եք ձեր պարտականությունները, որևէ մեկին լավություն չեք անում։ Ներողություն, իմ պարտականություն, ներողություն, բոլորն են մինչև այդ իրանց պարտականությունները։ Ես ձեզ ասում եմ, որ մինչև 2018 թվականը մանկապարտեզները մենակ վաճառվել են եւ չեն հիմնանորոգվել։ 2018 թվականից դա ձեզ ինչ-որ հուզական ֆոն ստեղծում է, դա ձեզ հետաքրքրում է, թե չէ։ Հա, դե եթե հետաքրքրում է, ուրեմն ես կխոսեմ։ Դե ուրեմն հիմա կխոսեմ, խնդրում եմ լուսաբանեք դա։ Կլինի։ Ոչ, մանկապարտեզներ չի։ Վերադարձնելու եք սեփականացրած այս ձեր նշած ժամանակահատվածը։ Հնարավոր է վերադարձնելու ենք եւ մեկ մանկապարտեզ օրինակ Վերոնիկան, որը Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում արդեն վերադարձվել է, դրա մասով հիմնանորոգման աշխատանքն են անում։ Վերոնիկայի ասում են, որ պարոն Սամվել Ալեքսյանի հետ փոխկապակցված մարդիկ եւ իրենք վերադարձրել են։ Ասում են, չեմ ստուգել։ Երբ վերադարձել այդ մանկապարտեզը։ Վերջին տարիներին։ Վերջին տարիներին մի հարց է ձեզ տամ, աղմուկը, որ բարձրացավ նոր տարվա զարդարանքները հենց Վերոնիկա մանկապարտեզի տարածքում են։ Եթե դա որպես պայս է օգտագործվում, դա այժմ մինչև մենք այդտեղ կարողանանք հիմնանորոգում անել։ Հա, քիչ առաջ աշխատակիցներից մեկը ասաց, որ այդ պահեստում մասնավոր պայս է եւ այդտեղ մարդը իր զարդարանքներն այդտեղ է պահել։ Ինչ աշխատակից։ Անի Խաչատյան քաղաքապետարանի աշխատակից է թե ավականորեն։ Ինչ ասեմ։ Ամեն դեպքում այդտեղ են պահվել նոր տարվա զարդարանքները։ Հիմա դա եթե վերադարձվել էր, արդյոք դա այն զարդարանքները չէին, որոնք նախորդ տարիներին օգտագործվում։ Ես տեղյակ չեմ ճիշտ ասած։ Ես կարող եմ Տիկին Խաչատրյանի հետ գնալ եւ խոսել եւ բարձել ինչի մասին է խոսքը։ Բայց եթե կա մանկապարտեզ, որը վերադարձվել է մեր բալանսին, այո, կարող է նաև ժամանակավոր որպես պայուստ օգտագործվել։ Եվ ես ձեր ուշադրությունը խնդրում եմ իմ ելույթին։ Շնորհակալություն։ Մի հարց էլ ես տամ, էլի։ Տեսնում ենք ամեն ամիս այսպես կոռուպցիոն դեպք կա։ Արդեն պատասխանել եմ այդ հարցը։ Չէ, ես պատասխանում եմ։ Ներողություն։ Ես արդեն պատասխանել եմ։ Այսպես դեպք կա լինում, բայց մի հատ քաղաքապետարանից հայտարարություն, ինչ որ նախաձեռնություն սրա հետ կապված, չգիտեմ, քննարկումներ անելու չենք տեսել։ Սա ձեզ չի հետաքրքրում։ Ինչ քննարկումներ չեք տեսել։ Մի օրինակ մի Այսինքն ձեր կարծիքով գործակարգավորական նիստից հետո մենք ընդհանրապես իրար չենք հավաքում։ Չէ, հանրային մի որևէ հայտարարություն։ Հիմա տեսեք, յուրաքանչյուր օր իմ մոտ կան բազմաթիվ քննարկումներ եւ աշխատանքային խորհրդատվություններ։ Նույնը քաղաքապետի մոտ է։ Դրանք հանրային չէ, չէ՞, բայց հավատացեք, բոլոր հարցերը մեզ հուզող եւ քաղաքացիներին հուզող այդտեղ քննարկվում են։ Հիմա եթե դուք չեք տեսել դա չի նշանակում դրա մասին մենք չենք խոսում։ Միգուցե հանրայինորեն չենք խոսել, գործակարգական նիստի ժամանակ չենք խոսել, բայց դրա մասին մենք ամենօրյա խոսում ենք ռեժիմով։ Դե իմ հանրային տիրույթի մասին, ես հանրային տիրույթի մասին քիչ առաջ խոսեցի, չէ՞, համարենք սա հանրային տիրույթ։ Ես մեկտաբանեցի, խստորեն ասացի, դատապարտում եմ ու եթե վերջում եկեք մարդկանց այդ անմեղության կանխավարկածը չխախտենք, բայց եթե վերջում կպարզվի, որ այո, որոշ ինչ որ կոռուպցիոն գործարքի մեջ են եղել, ես դատապարտում եմ եւ եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին։ Երևանի քաղաքապետարանում կլինի, այլ կառույցներում կլինի, մասնավորներ կլինեն, որ կգան ինչ-որ մեր աշխատակցին կասեն, այս 5000 դրամը վերցրա գնախնդրում, հենց հələ դիմումը շուտ լինի։ Նույնիսկ այդ մարդկանց եմ հորդորում, լրագրողներին, բոլորին։ Չանել նման բաներ։ Պրոակտիվ չեք այս հարցերում։ Ես Ընդհանուր դուք չեք քաղաքային իշխանությունները։ Ինչի եք տես կարծում։ Հանրության մոտ տպավորություն չի ստեղծում, այսպես որ, չգիտեմ, հենց քաղաքապետարանը կոռուպցիոն սկանդալներով, չգիտեմ, գնում է հետքերը, որովհետև այս մասին որևէ հրապարակային խոսք չկա։ Չգիտեմ, ինչ ասեմ, ստուգումներ անեք, որ դուք նախաձեռնեք։ Շատ լավ, եթե նման կարծիք եք արտահայտում, ի վերջո լրատվական միջոց եք, հաշվի կառնեմ, դա էլ հաշվի կառնեմ, ձեր կարծիքը բոլորի կարծիքը նաև հաշվի կառնեմ։ Բայց ելի եմ խնդրում, որպեսզի մեր զրույցները կամ կարծիքները լինեն բան դաշտում, օբյեկտիվ դաշտում։ Ոչ թե մենակ
վերստել տեսնել, ասենք, մի կետ, որտեղ կա խնդիր եւ ամբողջ ոլորտը սեվացնել։ Մենք 15-ից անվել մանկապարտեզ ենք վերակառուցում, չգիտեմ, բազմաթիվ բակեր ենք վերակառուցում, մի մանկապարտեզի մասով կա խնդիր եւ մենք այդ խնդիրը վերացնում ենք, այնպես որ բանից ենք իմացել, այդ TikTok-ից ենք իմացել կամ այնտեղից, այո, այդ խնդիրը կար 2023 թվականի տարեվերջից։ Բայց հիմա ամբողջ ոլորտը մի թեմայով սևացնելը դա ազնիվ չի եւ մենք ինքներս մենք համարում ենք որ մենք առավոտից երեկո աշխատում ենք բազմաթիվ աշխատանք ենք արում մենք ինքներս դա ծանր ենք տանում Վերջին օրերին Երևանում բարձրացած ուժեղ քամու հետևանքով տեսանք թե ինչ տեղ ունեցավ փոշու կոնցենտրացիան եւս բարձրացել է նախ եթե դա ձեր համակարգման տիրույթում է իհարկե կառուցապատողների չէ քամին չէ կառուցապատողների խնդիրը, հա, մենք գիտենք, որ պետք է հատուկ պաշտպանիչ շերտ ունենան, շատ ժամանակ իրենք չեն պահում շինարարական նորմերը։ Խոսեց քաղաքապետ երեք, եթե չեմ սխալվում, խոսեց գործակու, չէ, խոսեց։ Բայց դուք գնում եք այդ ամենի հետևից, որովհետև համապատասխան մարմինները գնում են, տուգանում են, բայց նաև խոսեց նրա մասին, որ եթե գործող դրույքները, տուգանքների չեն բավարարում լիարժեք, որպեսզի իրավիճակը փոխվի, այսինքն նույնիսկ շինարարները պատրաստ են հետևապես տուգանվել, բայց այդ ցանցը չան։ Այդ մեխանիզմը ազգային ժողովի հետ մենակ քամիների մասով չէր, դե աղ թափելու մասով եւ այլն դիտարկվել են։ Հիմա օրինակ տրանսպորտի այս տուգանքի մասով չէ, ազգային ժողովի գործընկերների հետ կքննարկեն եւ եթե պետքա դրույքը կբարձրացնեն, որպեսզի այլևս շինարարներ չլինեն կամ քիչ լինեն այն շինարարները, ովքեր որ ասում են դե լավ, հիմա եկան մեզ տուգանեցին, ավելի լավ տուգանեն, բայց ցանցը չքաշեն, չէ։ Ի վերջո մենք իրավական երկրում ենք ապրում։ Քաղաքացուն միևնույնն է սարքում եք տուգանքի մատերիալ, բայց Երևան քաղաքում է որ քաղաքացուն տուգանքի մատերիալ։ Շինարարին ով որ խախտում է եւ ձեզ ստիպում է որ փոշի շնչեք, այդ քաղաքացուն ենք տուգան։ Դե հիմա տեսեք, քաղաքացուն տուգանվեն ու Նիկոլ Փաշինյանի ասած փողը տուր նորից քրիշի Ինչի ասեցիք քաղաքացուն սարքում եք տուգանքի մատերիալ։ Որտեղ այդ մեխանիզմները գործնականում չեն լուծում այդ խնդիրը, այսինքն քաղաքացին փողը տալիս է, տուգանվում է, բայց Երևան քաղաքում այդ փոշին, որը շնչում է մեկ այլ քաղաք կամ հենց իրենք աշխատավայրում շնչում են երակի անգամ ավելի բարդ, իրենց համար չի լուծում, իրենք առողջություն են վնասում, աշխատանք են իրականացնում, որը վնասում են մեկ այլ կլուծվի, այդ խնդիրները կամաց լուծվում է, էականորեն բարելավել ենք իրավիճակը, այստեղ հավատացեք։ Այդ գետնանցման խնդիրը գիտեք որն էր, որ դեռ անցյալ տարի պիտի մրցույթ հայտարարվեր այդ վերանորոգում սկսվել, բայց չի արվել։ Հետևաբար կա ցանկություն դա սարքելու։ Շնորհակալություն։ Կանվեն